Սիրելի է բաշտելի հայր քեզի սրտանց պարկուտանքով դեր։ Պարկուտանք քանի որ արժանի ես դեր, պարկի եւ պարապանության դեր։ Եկած ենք անգամ եւս ով դեր, քեզ բաշտելու, քո անունը մեծարելու։ Կխնդրենք որբեսի ով դեր, դու նաեւ մեր սրտերը պատրաստես հիմա եւ վարվես աշխարհեն ով դեր։ Մտայնուներեն որբեսի գարնանք ով դեր գետրոնալ քու երկնային խոսքերը ով դեր։ Եվ ինչ որ պիտի լսենք, թող որ օրհնությունը լավ դեր։ Զավագետ յետևեգեցիր իրեն ուժ կարողություն շնորհով։ Գաղութենք ով դեր նաև որ քո խոսքդ նաև աշխարհի դարածքին, որով դեր կարոզվի, կարոզվեցավ եւ կպատրաստվի այդ տեղենալով դեր արտնությունը լավ դեր։ Գաղութենք մեր երգերով դեր։ Խնդրենք որբեսի քու խաղաղությամբ տակ բայսով դեր, որբեսի գարնանք ով դեր խաղաղությամբ քեզ բաշտել։ Նաև ով դեր մայրարինիկը կբերեմ քո արժևդ, որբեսի հոնալ կորձդ առաջ երթավ դեր։ Գաղութենք մեր մեջ հիվանդները, տուն հիշե եւ քու բժշկարացերքը իրենց վրա երգնցնես եւ տուն դեր լիովին բժշկություն շնորհով դեր։ Գաղութենք նաեւ ով դեր մեր շրջանավարտ զավակները, հարազատները, որբեսի տուն իրենց հետ լաս կալիկորերու մեջ, քնության մեջ, որբեսի իմաստություն շնորհես, հաջողը լալով դեր։ Մնացած վայրը քեզի կանցնենք, տուն առաջնորդ է։ Փառքի համար կխնդրեմ։ Ամեն։ Ամեն։ Մեզի շատ ձանոթ հատվածեմ է պիտկարտանք ավետարանս Մարգոս 4:35-41 Մարգոս 4:35-41 որ դրեթե կոց գիտենք այս հատվածը նույն օրը երբ իրգուն եղավ սավ աշակերտներուն եկեք ձովուն անտիի գողմը անցնինք անոնք աժողովուրդը արձակելով արին զինք որ արդեն նավում մեջ էր եւ ուրիշ նավակներ ալգային անոր հետ Մեծ փոթորիկ մի ելավ եւ ալիքները նավում վրա գուկային ամես որ քրեթե նավը գլեցվեր ինք նավուն երևի գողմը բարձի վրա գտնանար արտնցուցին զանիգա եւսին անոր վարտավետ հոգը չէ որ գործվինք ու ելելով սաստեց հովին եւ զովուն սավ թաթարե լուր գեցիր հովը թաթարեցավ եւ մեծ խաղաղություն եղավ սավ անոնց Ինչու այդպես վախկոդեք, ինչպես կլա որ հավատք չունիք, անոն խիստ վախծան
ու ուսին իրարու. Արդյոք ով է ասիգա, որ հովն ու ձովը ասոր կհնազանդին։ Արդյոք ով է ասիգա, որ հովն ու ձովը ասոր կհնազանդին։ Յանքի մեջ կան բահեր, երբ բան այնքան քեղեցիկ կլա, կամ այնքան զորավոր կլա, կամ այնքան անսպասելի կլա, որ մենք մեր խոսքերը կգործընծնենք, կզարմանանք եւ չենք գիտեր ինչ պիտի անենք, ինչ որ աշակերտները այդ վիճակի մեջն էին։ Երեխամը, երբ առաջին անգամ ձովը կտեսնե, լուր կգենա ալիքներուն առջև եւ կսկանչանա, կզարմանա։ Մարդ մը գիշերվան երկինքը կդիտե եւ կտեսնե միլիոնավոր աստղեր Աստծո փառքը կհրճագեն։ Այսպիսի բահերուն մարդուն սիրտը գլեցվի զգացումոմը, որ կգոչեն զարմանք։ Զարմանքը գտնա մագերեսային լալ եւ գտնա խորը լալ։ Ան գտնա բահ մտեվել եւ ապա անհետանալ կամ գտնա թարնալ թուրմը, որ գտանի մեզ թեպի պաշտամունքի եւ երկրպագության։ Մարդ գտնա զարմանալ արևածագով եւ օրը անցնել սակայն առանց Աստծո շնորհակալություն հայտնելու։ Բազմությունը գտնա զարմանալ հրաշքով եւ դակավին մերժել հետևիլ հրաշագործին։ Ավետարանները հաճախ մեզի գսեն, որ մարդիկ ապշած, զարմացած եւ սկանչացած էին Հիսուս Քրիստոսով։ Անոնք կզարմանային անոր իմաստության, ուսուցումին, կզարմանային անոր հրաշքներուն, բնության վրա ունեցած իր իշխանության, թևերուն վրա ունեցած իր զորության եւ անոր շնորհալի խոսքերուն վրա։ Այս առավոտ մեր առջև դրված հարցումը միայն այս չէ, որ մենք ինչ բաներու մեջ կզարմանանք Քրիստոսով։ Շատեր կզարմանան, նույնիսկ անհավատներ կգնան հիանալ, կհիանան անոր ուսուցմունքներուն վրայով։ Պատմաբաններ կհիանան անոր աստեցությամբ, բարոյախոսներ անոր գթասրտությամբ։ Բայց ավելի խորունկ հարցումը այս է մեզի այսօր։ Մեր զարմանքը մեզ գարաշնորհ հավատքի, մեր հավատքը զորացնելու, մեր հիացումը մեզ գարաշնորհ պաշտամունքի երկրպագության, մեր քնահատանքը մեզ գարաշնորհ կվերածվի հնազանդության։ Այս հատվածի մեջ տեսանք աշակերտները ծանոթ հատված մնե, հարցում մգարձեն վերջին համարին վրա եւ գսեն զարմանալով, արդյոք ով է ասիգա, որ հովն ու ձովը ասոր կհնազանդին։ Եվ այս հարցումը կգտնվի քրիստոնեական կյանքին սրդի մեջ։ Ամենակարևոր հարցումն է. ով է Հիսուս։ Միան ուսուցիչը, լավ ուսուցիչը, բժիշկը, որ բժշկեց, մարգարեմը կամ գրոնականը։ Այս հարցումին պատասխանելու համար մի քանի կետեր պիտի առնենք, նայենք, որ Աստծո խոսքը մեզի ինչ կցուցնի։ Ինչ բաներ կտեսնենք Քրիստոսի մեջ, որ մեզ կզարմացնի, եւ ամեն հավատացյալ, որ թարերու ընթացքին ապրած է, զինք զարմացուցած է։ Զարմացնող Հիսուս, եթե բերնակիր բիտնենք այս պատկամին։ Առաջին կետ. Քրիստոս մեզ կզարմացնի իր իմաստությամբ։ Իր իմաստությամբ Քրիստոս զարմացուց եւ մեզ ալ կզարմացնի։ Մատթեոս 13:54-ի մեջը այսպես կգարտանք. Եվ գնաց իր քավարը, այսինքն Նազարեթ իր գյուղը, ու անոնց կսորվեցներ իրեն ժողովարաններուն մեջ։ Անոնք ալ կզարմանային ու կսեին. ասիկա ուրգե ունի այս իմաստությունը եւ հրաշքները։ Ժողովուրդը կզարմանար, գիտեին որովհետեւ Հիսուսին։ Այն մարդիկը, որոնք զինք մանկութենեն կճանչնային, ապշած մնացին իր իմաստության վրա։ Անոնք տեսած էին, թե ինչպես մեծած էր անիկա։ Կճանչնային անոր ընտանիքը, գիտեին ուր կնստեր, ուր կաշխատեր, ինչ գործ կգործեր։ Բայց երբ Հիսուս ժողովարանի մեջ իր բերանը բացավ եւ սորվեցուց,
Չեն գնար բացատրություն գտնել այդ ժողովուրդը, որ Հիսուս այս իմաստությունը, այս խոսքերը ուդեղ են կբերեր եւ կզարմանային։ Սիրելիներ, Քրիստոսի մեջ կա իմաստությունը, որ կարելի չէ սահմանափակել ուսումով, մշակույթով, կամ բնական խելքով։ Անոր իմաստությունը կբացահայտի մարդուն սիրտը եւ կհայտնի Աստծո սերը։ Կմերգացնե գեղձավորությունը, կմխիթարե գոդրած սրտերը եւ մեղավորները կկանչե ապաշխարության եւ բրգության։ Երբ Հիսուս կխոսի, անչի խոսիր իբրե մեկը, որ Աստծո մասին գրաումներ գնե, բացատրություններ գուտա, այլ փուն ինքն Աստծո սրտեն ելած մեզի Աստծո մասին կսորվեցնե։ Մատթեոս 22-ի մեջը, երբ կրոնական առաջնորդները եկան, փորձեցին զինքը տագարտի մեջ ցկել հարցումներով, Հիսուս իրենց հարցումներուն պատասխանեց այնպիսի իմաստությամբ, որ 22-րդ համարի մեջ կսե, երբ լսեցին, զարմացան եւ թողոցին զանիգա ու կացին։ Ասիգա կրոնական առաջնորդներն էին։ Սակայն 33-րդ համարի մեջ կսե, ժողովուրդը, բարձ ժողովուրդը, այս լսելով կզարմանային անոր վարդապետությանը վրա։ Տեսնեք, թե առաջնորդները, ամենախելացիները, քիծոները եւ թե բարձ ժողովուրդը Հիսուսի խոսքերուն վարդապետության իմաստության վրա կզարմանային։ Դժնամիներ եկան զինքը անոր բերանը փակելու համար, բայց իրենք լրությամբ ցկեցին եւ կացին։ Երկրորդ, Քրիստոս մեզ կզարմացնե իր հրաշքներով։ Մատթեոս 15:31 այսպես կսե. Այնպես որ ժողովուրդը զարմացավ, տեսնելով համրերը կխոսեին, հաշմանդամները կբժշկվեին, գաղերը կքալեին եւ գույրերը կտեսնեին, ու Իսրայելի Աստվածը կփառավորեին։ Հիսուսի հրաշքները երբեք դատարկ ցուցադրություններ չէին, շո չէին, ժողովուրդը զվարճացնելու համար չերն էր այդ բոլորը։ Անչերք ուժեր բազմությունները բարձրապես այսպես ուրախ լավ մթնոլորտ ստեղծելու համար։ Անիր զորությունը չէր ցուցադրել անձնական բարքի համար, ինչ որ այսօր շատեր ճագետյալ կուզեն այս բանին զուգի մեջ ինգածեն։ Անոր հրաշքները Աստծո թագավորության նշաններն էին, որ կներխուժեին գոդրած աշխարհի մարդոց սրտերուն մեջը։ Համերը խոսեցան, հաշմանդամները առողջացան, գաղերը քալեցին, գույրերը տեսան եւ շարքը երկայն է։ Եվ արդյունքը գադարողի համար ծափահարություն չեղավ։ Հիսուսի համար ծափահարություն չեղավ։ Եվ ոս մտածեցի ես, ոչ մեկտեղ սուբկիրքի մեջ կսե, երբ ասված Հիսուս հրաշքներ ըրավ, զինքը ծափահարեցին, կովեցին, գեցեցին, բրավո, ինչ ավոր բաներ, ծափահարություններ չենք տեսներ, այլ մեկ բան կտեսնենք, ինչ որ համարին վերջավորության կսե, մարդիկ ասված կփառավորեին։ Կարևորը ադիգա է, արդյունքը ադիգա պետք է լա, եւ ոչ թե մարդոց ծափահարություն եւ կովասանք։ Մարգոս 2-ի մեջ իրենք պատմությունը, անդամարուձին պատմությունը, մարդ մտանիքեն վարջ Եսուսին իր ընկերները, որովհետեւ Հիսուս զինքը բժշկե։ Եվ Հիսուս իրեն ինչ ասավ, որքյակ մեղքերդ քեզի ներված են։ Եվ ապա ասավ, ելիր մահիջդ ար եւ դունդ գնա։ Մարդը ելավ եւ ճիշտ ասածին պես դրավ։ Մարգոս ավետարանիչ կգրե 12-րդ համարի մեջ այսպես կսե. Այնպես որ ամենքը ապշած մնացին եւ փառք տվին Աստուծո ուսին, այսպիսի բանը ամենևին տեսած չէին։ Մարդիկ զարմացան։ Ուշադրություն ունենք, որ Հիսուսը սպառեցավ թե տեսանելի պետքով եւ թե անդեսանելի պետքով։ Բազմությունը անտամարուձի կտեսներ, Հիսուս մեղավորը կտեսներ։ Բազմությունը մարդ մը կտեսներ, որ չեր գրնար քալել։ Հիսուս հոգի մը կտեսներ, որ ներումի պետքություն ունի, զեղչի պետքություն ունի,
փրկության մեկություն ունի։ Քրիստոսի ողորմությունը ավելի խոր է, քան մեր անմիջական խնդրանքը, մեր պետքը։ Մենք հաջող կուկանք Աստծո կողմ ասելով, դեր այս վիճակը շտկե, կամ այս հարցը լուծե, դժվարություն մոնիմ, սխալ չէ, շիրակ է ադիգա։ Սակայն Աստված միմիան չի բժշկեր կամ հարցը չի լուծեր, հաբա այդքե անտին անցնի մեր հոգին և մարմինը բժշկելու համար։ Երորդ, առաջինը տեսանք մարդիկ կզարմանային անոր իմաստության, երկրորդ անոր գադարած հրաշներուն, երորդ Քրիստոս կզարմացներ բնության վրա իր ունեցած իշխանության, ինչ որ մեր հատվածի մեջ կարտացինք և աշակերտներուն այս կարևոր և մեծ հարցումը, որ արդյոք ով է ասիգա, ով է այս Հիսուսը, որ բնության վրա էլ իշխանություն ունի։ Միջև այնադեն զինքը իբրև վարտաբետ կճանչնային, դեր կճանչնային, մեկը որ իրենց կսորվեցներ և դերևս չէին անդրադառնալ, որ ինքը երկինք երկիր ստեղծող Աստվածն է։ Ավետարանի մեջը կան ամորանալի տեսարաններ։ Մեկը այս տեսարանն է, որ Հիսուս փոթորիկի ընթացքին հանդարտ կքնանա և առավել բարձ կանավում մեջը։ Բնավ նկատի առած չէ ես, որ ինչու նավու մեջ բարձ պիտելա, ասոնք ծկնորսներ են, քիշերը գերտան ծուկ կորսան, չեն նստիր, չեն քնանար, հավակ աշխատին և արդու ծուկերը կպերեն։ Հավանաբար Հիսուս ատկարկատություն արած էր, որ գոնե մի քանի ժամ հանդարտ հանգիստ կումը կաշի։ Երբ փոթորիկը պատահեցավ, աշակերտները իրեն թիմեցին և Հիսուս անշուշտ դադարեցուց փոթորիկը։ Փոթորիկը աշակերտները վախցուցած էր, բայց հրաշքեն ետքը հիմա իրենք արջևն են փրկիչիմը, դերոճմը, որ իրենք զարմացուցած էր, համարը գսե վախցան գսե, զարմացան ճիշտ ավելի բարը, և վսին ով է ասիգա։ Այս հրաշքը մեզ գսորվեցնե, որ Հիսուս արարչության դերն է, հովը, ձովը, երգիրը, բնությունը, աստղերը, մոլորակները, բոլորը իրեն կհնազանդին։ Ինչպես արարչության սկիզբը, զննթոցի մեջ, ինքը սավ, թող ըլլա և եղավ հիմա Գալիլեայի ծովագին վրա նույն բանը գսե, հանդարտ է գսե և կհանդարտի։ Շատերս գիտենք, թե ինչ կնշանակե փոթորիկի մեջ ըլլալ։ Ոչ անպայման իրական հովի կամ ջուրի փոթորիկի մեջ, այլ ուրիշ փոթորիկներ, որ մեր կյանքերում մեջ կփչեն։ Մտահոգության փոթորիկը, հիվանդության փոթորիկը, նյութական ճնշումի փոթորիկը, ընտանեկան անհամաձայնության փոթորիկը, սուքի կամ անորոշության փոթորիկը և շարքը երկար է փոթորիկներուն։ Շատ անգամ մենք մեր հիվանդության վզրայելով դերևս աշակերտներուն մեր նավակը ավելի ուժով կթիվավարենք, ավելի զորավոր կթիվավարենք, կամ ուղղությունը կշտկենք, կամ ուրիշ ուղղություն կառնենք, կծրագրենք ավելի ուրիշ բան անել, որպեսզի փոթորիկի մեջ ողջ առողջ դուրս գանք։ Աշակերտներուն վախը երևակայական չէր։ Եթե մենք ալ հոնը լայենք, մենք ալ անշուշտ պիտի վախնայինք, պիտի թողայինք և ինչ ընելիքնից պիտի չգիտնայինք։ Բայց անոնց հարց աներ, որ մորսած էին, թե նավու մեջ ով կար իրենց մեզատ։ Հավատքը սիրելիներ, քրիստոնեական հավատքը չարք իրեր փոթորիկները։ Հավատքը գեհիշե, որ մեր նավում մեջը ով կա։ Քրիստոսի ներկայությունը չի նշանակե, թե մենք երբեք ալիքներու, փոթորիկներու պիտի չհանդիպինք մեր կյանքի մեջը։ Անգը նշանակե, թե ալիքները երբ ավելի մեծ են, անգը նշանակե, թե ալիքները երբեք ավելի մեծ չեն, քան ան, որ մեզի հետ է։ Երբեմն Հիսուս կխաղացնե մեր շուրջ եղած փոթորիկը։ Երբեմն անգը խաղացնե մեր ներսի եղած փոթորիկը։ Երկուքին ալ
երկու բարակայինալ անգահայտնե թե ինք դեր է։ Չորրորդ Քրիստոս մեզ կզարմացնե խավարին վրա իր ունեցած զորությամբ։ Ղուկաս 4:36-ի մեջը այսպես կգարտանք. ամենքը զարմացած իրարու հետ կխոսեին ու կսեին. այս ինչ խոսք է, որ իշխանությունով ու զորությունով կհրամայե բիլծ ոգիներուն ու գելեն։ Սիրելիներ, չարի իշխանությունը իրական է, թեպետ մենք մեր աչքերով, ֆիզիկական աչքերով չենք տեսներ, բայց այդ ժամանակ իրական էր, այսօր շատ ավելի չարին իշխանությունը, զորությունը իրական է։ Քրիստոսի պատճառած զարմանքը միայն այն պատճառով չէր, որ ան մարմիններ կփուժեր եւ փոթորիկներ կխաղացներ։ Մարդիկ զարմացան նաեւ, որովհետեւ ան կհրամայեր բիլծ ոգիներուն եւ անոնք կհնազանդեին։ Հիսուս խավարին հետ փանակցություն չեր խոսեր, հաբա անոնց կհրամայեր, ան չեր վախնար անոնց առջև, ան ձեսի ցուցատության պետք չուներ, ան կխոսեր իշխանությամբ եւ քերիները գազադեր գարցագեր զանոնք։ Մարգոս 7:37-ի մեջ գսե, որ մարդիկ չափազանց կզարմանային եւ գսեին 7:37-ը ու չափե թուրս կզարմանային ու գսեին ամեն բաները աղե գրավասիգա որ խուրերուն լսել գուտա եւ համրերուն խոսին։ Այս խոսքը բարձ է, բայց շատ խորունգ է։ Ամեն բան աղե գրավասիգա, այսինքն Տեր Հիսուս Քրիստոս։ Քրիստոսի ամեն գործը աղեգ է, լավ է, կհատկանշվի փառությամբ, իմաստությամբ, ողորմությամբ, զորությամբ, գեղեցկությամբ։ Չկա դերմը, որ գիշվի փամը երավ, բայց այս գործը կես կադար մնաց, շատ հաջող չէր, աղեգ չէր, ամեն բան աղեգ գրավ։ Կան շղթաներ, որոնք մարդկային ցերկ չի գնար գդրել։ Որոշ շղթաներ տեսանելի են, մյուսները ձաձուկ, բայց Քրիստոս իշխանություն ունի խավարի զորություններուն վրա։ Ան կարող է ազատել, մաքրել, վերականգնել եւ բահել։ Երբ բուցենայի մեջ գլանք, կմտածենք, որ ինչու արդյոք մութ է, դերևս ցևեր կգտնանք, որ պետք է այս մութը վերլուծենք ինչ է ասոր պատճառը, եւ մարդիկ զազան փիլիսոփայություններ գնեն այդ մութին, բայց դագավի մութի մեջ կմնան։ Շատ բարձ է, Աստծո խոսքը շատ բարձությամբ կխոսի մեզի։ Մութը կան հայդանա, երբ լույսը վարենք։ Լույսը կվարենք եւ մութը կփախչի։ Քրիստոս աշխարհի լույսն է, ուր որ ան կթակավոր է, խավարը իր ուժը, իր զորությունը կգործընծնի։ Հինգերորդ Քրիստոս մեզ կզարմացնե իր շնորհալի խոսքերով։ Քրիստոս մեզ կզարմացնե իր շնորհալի խոսքերով։ Ղուկաս 4:20 ամենքը անոր համար կվգային ու կզարմանային անոր բերնեն ելած շնորհալի խոսքերուն վրա ու գսեին ասիգա Հովսեփին որդին չէ։ Ամենքը անոր համար կվգային ու կզարմանային անոր երած, անոր բերնեն ելած շնորհալի խոսքերուն վրա։ Ղուկաս 4-ի մեջ Հիսուս Եսայի մարգարեությունն գարտած եւ հրճագեց բարի լուր աղքատներուն, ազատություն քերիներուն, տեսողություն գույրերուն եւ ազատություն ճնշվածներուն։ Մարդիկ կզարմանային այս շնորհալի խոսքերուն վրա, որոնք անոր բերնեն գելեին։ Անոր խոսքերուն մեջ իշխանություն կար, բայց նաեւ կար շնորհք։ Ահա Քրիստոսի հրաշալիքներն մեկը։ Ան լեցուն է ճշմարտությամբ եւ նաեւ լեցուն է շնորհքով։ Եթե միմիայն մեզի Հիսուս ճշմարտությունը դար, առանց շնորհքի մենք ճշմարտության ուժին ծանրության դագը
կջզմվեինք իբրև մարդիկ։ Եվ եթե միան շնորհք տար առանց ճշմարտության, մենք անփոփոխ կմնայինք։ Բայց Հիսուս կուքա ճշմարտությունը մեզի գուտա կբացատրե եւ մեզի գուտա իր շնորհքը, որ մեզ կփրկե։ Շատ մը թրվակներ կան Աստծո խոսքի մեջը, ավետարաններուն մեջը, մտածեցեք, թե Հիսուս ինչպես խոսեցավ մեղավորներուն հետ։ Շնության մեջ բնված գնոջ հետ, ինչպես խոսեցավ, ինչպես վարվեցավ, ճշմարտությունով եւ շնորհքով։ Խաչի վրա եղող ավազագին հետ, ճշմարտությունով եւ շնորհքով։ Պետրոսին, որ իրեն ուրացավ, իր զինքը մորցավ աղախինի մարչև, սակայն ինք վերականգնեց զինքը եւ անոր դբավ մեծ արակելություն։ Շատ մարդիկ իրենց մեջ կգրեն խոսքեր, որոնք դերևս դարիներ առաջ իրենց մեկը ասած էր եւ զիրքը վիրավորած էր։ Զիրենք վիրավորած էր։ Գնալա որ ծնողքդ փոքր եղածադեն այդ խոսք մասին, որ դակավին սրտիդ մեջը այդ խոսքը քեզ վիրավորած է եւ դակավին գիշես։ Կամ ուսուցիչդ կուտասնգերներու արչեվը քեզ հանդիմանեց խոսք մսավ դակավին միտքի դատ խոսքը եւ միջև մերնիմ գսես չպիտի մորնամ ինչպես այդ բանոն ուսուցիչս ինձ խայդարա գրավ կամ բարեկամը քեզի խոսքը խոսի եւ սիրտդ կխոցոտե եւ այլն եւ դասնամյակներ կանցին այդ խոսքերը իրենց վերքերը մեր սրտերուն մեջ կմնան մարդոց խոսքերը գնան վիրավորել գվիրավորեն ճշմարտությունը ասիգա Աստծո խոսքը գսե բայց Քրիստոսի խոսքերը միշտ կպուժեն որովհետեւ անոնք շնորհքով մեզի կդրվին երբ Հիսուս ապաշխարող մեղավորին ներուն գրջագե ներուն գուտա ոչ մեկ վերջին խոսքը գունենա այլևս հաբա իր շնորհքը եւ ճշմարտություն անոր դալով ադիգա իրեն հաղթություն կներշնչի Վեցերորդ Քրիստոս մեզ գզարմացնե փրկությունը վերասահմանելով Քրիստոս մեզ գզարմացնե փրկությունը վերասահմանելով Մարգոս 10:24-ի մեջը աշակերտները գսեն աշակերտները զարմացան անոր խոսքերուն վրա բայց Հիսուս նորեն շարունակեց ու անոնց ասավ Որչակներ որչափ դժվար է Աստծո թակավորությունը մտնել իրենց հարստության ու սացողներուն Աշակերտները զարմացան երբ Հիսուս խոսեցավ հարստության վրա վստահողներուն եւ անոր այս վտանգին մասին իրենց աշխարհի մեջ ինչպես նաև մեր աշխարհի մեջ ինչպես մարդիկ գտիդեն հարստությունը գրեթե նույնն է հարստությունը օրհնություն է հարստությունը ապահովություն է հարստությունը հաջողություն կնշանակի բայց Հիսուս մագերեսեն անտին գնայր Հիսուս չսավ հարստությունը ինքնին չարփամն է բայց ասավ հարստության վրա վստահիլը հոգևորապես մահացու է ճիշտ բարերը իրենց հարստության հուսացողներուն գսե Մարգոս ավետարանիչ եւ գմեջբերե Հիսուսի խոսքը Քրիստոս մեզ գզարմացնե որովհետեւ ան աշխարհի արժեքները քրխիվար կդարձնե աշխարհը գսե Երանի զորավորներուն Հիսուս գսե Երանի հեզերուն աշխարհը գսե քանց հավաքեցեք երկրի վրա որքան գնաք հավաքեցեք միլիոնը միլիարդ եք միլիարդը 10 միլիարդ եք Հիսուս գսե քանց հավաքեցեք երկնքի մեջ աշխարհը գսե ամեն կնով կյանքը դպրգե նայր ինչպես կնասնել Հիսուս գսե ով որ իր կյանքը ինձի համար գործընծնե պիտի գտնե զանիգա Աշակերտները հարցուցին Հիսուսի Ուրեմն ով գնա փրկվել Հիսուս պատասխանեց եւ ասավ անոնց Հիսուս անոնց նայելով ասավ ադիգա մարդոց կողմէ անգարելի է
բայց ոչ Աստծո կողմէ, քանզի Աստծո կողմէ ամեն բան կարելի է։ Փրկությունը մարդկային հաջողություն չէ։ Ան չի կնվիր հարստությամբ, չի շահվիր բարոյականությամբ, չի ժառանգվիր ընտանեկան ցակումով եւ չաբահովիր գրոնական համբավով։ Փրկությունը Աստծո ծրի բարգևն է Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մարդ մգրնա ունենալ շատ մփանալիներ, դրծագով բանալիներ, որ օղագի մեջ գտնենք եւ հետերից կդանենք, կշալգենք, խանութը, թուրը եւ այլն բանալու։ Բայց եթե անոթ մե ոչ մեկը կփանա, փակ թուրը, որ մենք ուզենք բանալ, այդ բանալիներուն դրծագը իմաստ կամ նշանակություն չունի։ Մարդիկ շատ բանալիներ կգրեն, որոնցով կուսան բանալ հավինենական կյանքի թուրը։ Բարի գործի բանալին գճանան բարի գործով հավինենական կյանքի թուրը բանալ, սակայն այդ բանալին չի բանար։ Արադացերնության բանալիով գուդան նվիրատություն գլա աղքատներուն, դպրոցներուն, հիվանդանոցներուն խորելով, որ հավինենական կյանքի թուրը պիտի բանա իրենց արադացերնությունը, սակայն այդպես չէ։ Շատեր եկեղեցի հաճախելով, սրբավայրիներ երթարով, շատ գործեր ունելով, որ հավինենական կյանքի թուրը բանան, սակայն ցախողությամբ կավարտի այդ բոլորը։ Կամ ընտանեկան ժառանգությամբ, կամ ուսումով եւ գամերը շատ են։ Այս բոլորը գտնան իրենց դեղ ունենալ լավ բաներ են, սխալ բաներ չեն, բայց անոնցմե ոչ մեկը գտնա բառնալ փրկության թուրը։ Փրկության թուրը Քրիստոս ինքն է եւ միմյան ինքը ունի այդ բանալին։ Եվ եթե այդ բանալին մեր ցերկը դա, մենք իրեն թիմենք շատ թյուրությամբ մեզի գուտա եւ գտնանք փրկության թուրը բանալ եւ հավիտենական կյանքը ժառանգել։ Լան հարուստ լա աղքատ։ 7-րդ զարմանալ, բայց չփոխվել վտանգավոր վիճակ մնե։ Զարմանալ, բայց չփոխվել վտանգավոր վիճակ մնե։ Ապերարանները մեզ ստապեցնող ճշմարտությունը կսորվեցնեն։ Բոլորը, որոնք Հիսուսով զարմացան, Հիսուսով չփրկվեցան, Հիսուսի չհետևեցան։ Ոմանք զարմացան եւ հերացան։ Ոմանք ապշեցան, բայց անհավատ մնացին։ Ուրիշներ լսեցին անոր շնորհալի խոսքերը եւ դակավին հարցուցին, ասիկա Հովսեփի որդին չէ, եւ իրենց անհավատության մեջ մնացին։ Ոմանք տեսան անոր զորավոր գործերը եւ դակավին զինքը մերժեցին։ Այս կնշանակե, որ զարմանքը ինքնին բավական չէ։ Մարդ կրնա հիանալ Քրիստոսով եւ դակավին մերժել անոր դերությունը։ Մարդ կրնա վայելել Քրիստոսի մասին քարոզներ եւ այսօր որքան է գեղեցիկ քարոզներ, հազարավոր, միլիոնավոր մտիկ կնան գնել եւ դակավին սակայն թիմացել Քրիստոսի հնազանդելուն։ Մարդ կրնա պաշտամունքի մեջ սկացականորեն որոշում առնել եւ դակավին հոգեվորապես անփոփոխ մնալ։ Մատթեոս 13-ի մեջ Նազարեթի մարդիկը եւ քյուրի մարդիկը զարմացան անոր իմաստության եւ զարմացան անոր զորավոր գործերուն վրա, բայց քայթագեցան անով, չի հավատացին անոր։ Ձանոթությունը թայցավ քայթագության քար։ Անոնք կարծեցին, թե զինք այնքան լավ կճանչնան, որ պետք չունին անոր արչեւ խոնարելու։ Ասիկա շատ վտանգավոր վիճակ մնե եւ այսօր շատ կբադահի մանավանդ անոնք, որոնք եկեղեցիներու մեջ կմեծնան, գծնին, կմեծնան, գաջին եւ կշարունակեն հաճախել։ Անոնք, որոնք Հիսուսի մասին լսելով մեծած են, գնան այնքան վարժվել սրբազան նյութերուն, պատկամներուն, խոսքերուն, քարոզներուն, որ զարմանքը այլևս գմարի եւ հնազանդությունը կդգարանա։
Որոշ քաղաքներում մեջը շատ հիանալի գոտողներ գլան, հուշարձաններ գլան, որոնց արժեվ սպոսաշրջիկներ գուկան, կնգարվին, ասկոմեն նգարգարնեն, ատկոմեն նգարգարնեն, գիյանան, գտիդեն, ինչպես այս քեղեցիկ արցանը, այսպես այս քեղեցիկ պատկերը, սակայն այդ քաղաքին քաղաքացիները ամեն օր այդ գոտողներուն արժև են անցնին եւ նույնիսկ աչքերին չեն դարձնել, չեն նայր, որովհետեւ վարժված են, որովհետեւ շատ տեսած են, որովհետեւ լսած են։ Կարելի այնքան ծանոթ դառնալ Քրիստոսի քեղեցկության, որ այլևս անոր փառքով չշարժինք, չզարմանանք, գնանք խաչի մասին երգել եւ սակայն չսարսրալ, չի շարժիլ մեր հոգին զգացումները։ Գնանք հարության մասին լսել եւ չուրախանալ, գնանք շնորհքի մասին խոսիլ եւ չաշխարել։ Զարմանալ, բայց չփոխվել շատ վտանգավոր վիճակ մնե, որ գնանք անոր մեջ մենք բոլորս ինալ։ 8-րդ եւ վերջին զարմանքը շատ լավ է, սակայն զարմանքը մեզ դեպի երկրպագության, հավատքի եւ հնազանդության պետք է առաջնորդի։ Ինչ պետք է արդատրվի մեր մեջ Քրիստոսի պատճառած զարմանքեն։ Նախ մեր մեջ պետք է Երևան կա երկրպագության հոգին, Աստված բաշխելու հոգին։ Դժբախտաբար այս հոգին շատ հավատացյալներու մեջ մեռած է այլևս։ Աստված բաշխելը շաբաթը 1 ժամ եկեղեցի հաջախելը, Աստծո խոսքը լսելը, Աստծո աղոթք մատուցանել, զինք փառավորել, երգելը շատ կսեբեն։ Շատեր նույնիսկ մի քանի ամիսը մեկ եթե հարմար տեսնեն ախորժակնին դեղը լա, ասիգա վտանգավոր վիճակ մնե։ Տեսանք ժողովուրդները, երբ կտեսնային, կզարմանային, առաջին բանը Աստված կփառավորեին, երկրպագություն գնեին, կբաշխեին։ 31-րդ համարի մեջ կսե 15 Մատթեոս 15:31-ի մեջ է, այնպես որ ժողովուրդը զարմացավ տեսնելով, որ համբերը կխոսեին, հաշմանդամները կբժշկվեին, գաղերը կքալեին եւ գույրերը կտեսնեին, ու Իսրայելի Աստվածը կփառավորեին։ Արդյունքը Աստված փառավորել էր, մեծարել էր, բաշխել էր։ Մենք այսօր դժբախտաբար այս բոլորը կտեսնենք, կզարմանանք, կլսենք, շատ անգամ այդ զարմանքը այլևս ռուտին կլա եւ երկրպագությունը, պաշտամունքը բոլորովին ցանց կառնենք։ Երկրորդ ճշմարիտ զարմանքը զգացումով չի վերջանար։ Անգը բարձրանա առաջին կետն է դակամին։ Անգը բարձրանա դեպի փառաբանություն։ Երբ Քրիստոս հստակ կտեսնենք, Աստված կփառավորենք։ Երկրորդ զարմանքը մեր մեջ կարտադրե հավատք։ Մեր մեջ կարտադրե հավատք։ Փոթորիկի մեջ Հիսուս իր աշակերտներուն հարցուց. ինչու այդպես վախկոտ եք, ինչպես հավատք չունիք։ Հրաշքը միայն եղալագի մասին չէր, ինչ որ դուրսը կբադահեր, երկինք, երկիր, անձրև, փոթորիկ, անոնց սրդին մասին էր։ Քրիստոս իրենք անոնց կուզեր սորվեցնել, վստահել իրեն, այն ժամանակ, երբ պայմանները չէին կրնալ գարավարել իրենք։ Երրորդ զարմանքը պետք է մեր մեջ արդացրե դուրս բերե հնազանդություն։ Քրիստոսի դերության ճիշտ պատասխանը որքան հրաշալի է ասել չէ, ինչ հրաշալի է, ինչ խոսքեր են, ինչ հրաշքներ են, այդիկա չէ։ Քրիստոսի դերության ճիշտ պատասխանը հետևյալն է. խոսել էր, որովհետև քանզի կուզարած մտիկ կնե ասելն է։ Եթե նույնիսկ հովն ու ձովը անոր գնազանցին, արդյոք անոր ժողովուրդը պետք չէ անոր հնազանցին, եթե բիծ ոգիները պետք է խոնարին,
անոր իշխանության արչև, արդյոք մեր հբարտությունը, եսասիրությունը եւ վախը պետք չէ նույնպես խոնարհին անոր արչև վեճացնելով կանք նույն հարցումին, որ աշակերտները այս հատվածի մեջ հարցուցին նավուն Պոտորիգենի հետ կը եւ ասին արդյոք ով է ասիգա ան Աստուծո իմաստությունն է ան գոդրածներուն բժիշկն է ան Պոտորիգին դերն է ան խավարին հաղթողն է ան շնորհալի խոսքեր խոսողն է ան փրկիչն է որ անգարելին գարելի գդարցնե ան Հիսուս Քրիստոսն է Աստուծո որդին այս արավոդյուն միան դպավորված չի հերանանք միան չսենք կերեցիկ է զարմանալի է Քրիստոսի խոսքերը կործերը թող զարմանքը դառնա պաշտամունքի հնազանդության եւ երկրպագության թող հիացումը մեզի առաջնորդի դեպի պաշտամունքի թող մեր քնահանդանքը մեզի առաջնորդի հնազանդության եթե հանցանք կգրենք ունինք կսկանք հանցավոր կսկանք իրենքանք որ մեր մեղքերը ները երբ Պոտորիգի մեջ ենք գանչենք անոր աղաչենք խնդրենք ինչպես որ աշակերտները երին զինքը արտընծուցին չսին հիմա կքնանա նաշունի ամոթ է հիմա զինքը չարտընծնենք ոչ արտընծնենք որովհետև իրեն պետքություն ունենք երբ Պոտորիգի մեջ ենք անցնենք կանչենք անոր որուն հովն ու ձովը կհնազանդին եւ ոչ թե միայն բնության Պոտորիկները ապա մեր անձնական Պոտորիկները եթե խավարով կապված ենք քան իրեն որ իշխանություն ունի խավարի բոլոր ուժերուն վրա եւ անոնց կհրամայե եւ անոնք բարձրապես կհնազանդին եթե կվստահենք մեր ուժին հարստության փարության արադացերության եւ այլն եկեղեցասիրության քանք վերջին որ միան գտնա փրկել միակ անցն է որ գտնա փրկել մեզ ամենամեծ զարմանքը իբր հավատացյալ այն մեջ չէ լավ որ Հիսուս Պոտորիգի խաղացուց հիվանդներ բժշկեց կորձերը որ իրական զարմանալի էին ամենամեծ զարմանքը որ ես եւ դու պետք է ունենանք այն է որ Աստուծո միածին որդին երկինքի փառքը թողուց մեզի պես մեղավորներուն համար ինգածներուն համար քանի որ մեզ սիրեց եկավ մինչև խաչին վրա երկյանքը տվավ մեզի պես ապրեցավ բարձ կյանք ապրեցավ բարձ կյանք ապրելով իր աշակերտներուն սորվեցուց հրաշքներ ըրավ եւ իր կյանքը մեզի համար տվավ որ մեր մեղքերը խաչապայրին վրա կամեց եւ մեր դեղը մերավ հարություն արավ եւ հիմա հավիդյան ahor աչքով նստած մեզի համար բարեխոսություն գնե Հովհաննես Արաքյալ մեզի գսե որ Հիսուսի հրաշքները քրվեցան եւ բաժարը այս էր քրվելու ավետարանները քրվելու բաժարը բարձրապես պատմություն մկրել բարձրապես հիշողություն մկրել չէր հաբա ասոնք կսե քրվեցան որովհետեւ հավատակ թե Հիսուսը Քրիստոսն է Աստուծո որդին եւ որովհետեւ հավատալով կյանք ունենանք անոր անունով Այո սիրելիներ Քրիստոս մեզ կզարմացնե իր իմաստությամբ Քրիստոս կզարմացնե մեզ իր հրաշքներով բնության վրա իր ունեցած իշխանությամբ խավարին վրա իր ունեցած զորությամբ իր շնորհալի խոսքերով փրկությունը վերասահմանելով եւ դագամի շարքը երկար է ինչ կeder որ մեզ կզարմացնեն Քրիստոսին երբ կնայինք Սակայն զարմանալը եւ չփոխվելը վտանգավոր վիճակ մնե զարմանքը լավ է բայց անիկա մեզ պետք է դառնի փրկության մեզ պետք է դառնի երկրպագության պաշտամունքի եւ հնազանդության Տողերը մեր մեջ վերականգնե այդ սուրբ զարմանքը եւ գենտանի հավատքը որ մեզ կդանի փրկության եւ հոգեվոր հաջողության
Թող մենք Քրիստոսը նոր աչքերով տեսնենք, թող զինք անգետ սրտով թող զինքը երկրբակենք եւ թող ինք ըլլա մեր դերը եւ մեր բրգիչը իսկապես մի բարգի համար։ Shine.